Բանի չեք ծծե գործընկերներ, մի հատ մենք շարժվենք, կհանդիպենք հետո, շնորհակալ եմ։ Պարոն Ղազարյան, տեսնում եք, որ պատգամավորական մանդատները հեշտ չեն տրվում, պարտադիր պիտի ինչ-որ իրավական պրոցեսով անցնեն և նոր վերցնեն, հիմա այս իրավիճակում ձեր անելիքները որոնք են լինելու ազգային ժողովում, եթե արդեն իսկ չմեկնարկած գործունեությունը ճնշումների տակ եք։ Դե կարծում եմ, որ իրանք ինքան պրիմիտիվ են, որ շատ կանխատեսելի են, տեսեք Նարեկ Կարապետյանը երբանից էր ասել, չէ, որ մանդատ վերցնելը դա ըստ էության ուղեգիր է դեպի անազատություն, այսինքն նրանց հավանական գործողությունները չափազանց կանխատեսելի են, տեսանելի են, հետևաբար այդ որոշմանը գնալով մենք գիտակցված ենք գնում այդ որոշմանը, բայց այդ որոշմանը գնալով մենք գնում ենք մեր պայքարը շարունակելու եւ այդ պայքարի մեջ իրանք խեղճ են, հասկանում եք, այս ամեն ինչ ինչ որ հիմա կատարում է, դա խեղճության դրսևորումը, պատկերացրեք, ասենք Նարեկ Կարապետյանը քրեական վարույթ է, ասենք Նարեկ Կարապետյանի մեր հասարակությունը այս ամբողջ ժամանակահատվածում հասել է ճանաչել, չէ՞։ Պարզ, մարդկային, ամիջական, կրթված, հասարակ, համեստ, ասենք Նարեկ Կարապետյանը ո՞նց կարա էլի որևէ գործողություն անի, որ էլի իրավախախտում։ Հələ մանդատը վերցնելուց էլ ազգային ժողովի նիստը չի սկսել, արդեն իրականացնում են ամենամեծ խմբակցության առաջատար գործիչ, ցուցակի առաջի համարի տեխնացույցը հանիրավի հետապնդումներ։ Ասենք ինչ պիտի ստանան դրա դիմաց էլի։ Այո, պարտվել են, չեսանք, այս ամեն ինչը, այո, այս ամեն ինչը պարտության նշանները, հաղթանակած մարդս էս բանը անում։ Ասենք, եթե սպորտում, որ մի հատ թիմ հաղթում, ասենք, հիմա Իսպանիայի հավաքականը, որ հաղթել է, չէ՞, իրանք ինչ են անում, մի հատ էլ բռնում են հետևից նորից խաղից հետո կարմիր քարտեր են ցույց տալի պարտվողին, ասում են տարեք դրան բռնեք, այս բաներ են անում։ Հակառակը, չէ՞, մոտենում են, շնորհավորում են, կարեկցում են, բան են անում, ասում են ոչինչ, դուք էլ եք լավ խաղում, բան։ Իրանց այս վարքագիծը հուշում է, որ իրանք այս ընտրություններում պարտվել են եւ վախենում են այդ պարտության հետագա քաղաքական քայլերից, որովհետեւ հիմա ինչքան էլ ասենք ենթադրենք ընդ չեմ ուզում էլ անունները տամ մանավանդ մեծ մասին դեռ չեմ հիշում կարող է սխալվել ասենք 100-ական մարդիկ են չէ քպեց ընդրված պատգամավորները բայց գլխավորը Նիկոլ Փաշինյանը հո գիտի ինքը խո հիմար չի չէ ինքը գիտի չէ որ ինքը պարտվել է այս ընտրություններին ինքը գիտի չէ որ ինքը ժողովրդի վստահություն չի վայելում ու ինքը իմանալով էր թե ինքը ոնց է եկել իշխանության Այդ ամեն ինչը մի հատ ինքը իր վրա լրիվ պատկերացնում է, այդ պատկերացումները բերում են վախեր, այդ վախերը բերում են այս հանիրավի գործողությունները։ Ղազարյան ինչ մեղադրանք է, ինչ են առաջացնում։ Ճիշտ ասած, տեղյակ չեմ էլ ոչ միայն տեղյակ չեմ, այլ չեմ էլ պատկերացնում, ասենք որ Նարեկ Կարապետյանը կարող անի իրավախախտում։ Ես չեմ պատկերացնում, որ Նարեկ Կարապետյանը ավտոքշերուց կարող է կարմիր լույս տակ չկանգնի։ Ալիկ Ալեքսանյանի գործի հետ ինչ կապ ունի Ղազարյանը։ Ալիկ Ալեքսանյանը միտում գործ է, ես էլ պիտի դրա հետ կապ ունենա։ Իսկ ինչպես է կանելու, եթե մինչև ղեկավարին Արայիկ Հարությունյանի ըստեյության հանեց աշխատակազմի ղեկավարից եւ կարծես թե այս պայմաններում շարքային պատգամավոր է դառնալու, իսկ դեր քաղաքական գնահատականը դա, որտեղ նաեւ մամուլում լուրեր կար, որ նա Փաշինյանին խոստացրել 65% կհավաքեն, բայց արդյունքները նրա համար իհարկե իրենց համար լավ չի եղել, որքան էլ ասում են հաղթում։ Սա ուղիղ կապ ունի, ինչ եք կարծում, իրենք դրա պատճառով է Արայիկ Հարությունյանն այսպես Չգիտեմ, ճիշտ ասած, չգիտեմ, կարող է, իրանք ինձ չեն հետաքրքրել անդիմությունը քննարկել է խորհրդարան գնալուն շատ կարճ է մնացել։ Ձեր ֆրակցիան քննարկել է արդյոք հանձնաժողովի նախագահների պաշտոնները պատրաստվում եք ստանձնել փոխնախագահի տեխնացուի առաջադրելու հարցում ինչ որոշում ունեք։ Նման քննարկում դեռևս չի եղել։ Ձեր կարծիքն անձամբ ինչպիսին է։ Իմ կարծիքը ես այս բանին ոչ թե ձեզ կհայտնեմ, այլ իմ թիմակիցների մեր ներքին քննարկումների ժամանակ եւ կհարգեմ այն որոշումը, որը կկայացվի այդ քննարկումների արդյունքում։ Պարոն Ղազարյան, քննարկվել է ձեզ փոխնախագահի պաշտոնում նման հարց ինձ հետ չի քննարկվել, նման քննարկումներ ես նորից եմ ասում, ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ ուժեղ Հայաստան թիմում այն մարդիկ, ովքեր պետք է ընտրվեին պատգամավոր, այդ հարցը առհասարակ չի քննարկվել։ Մենք ԿՊ չենք, էլի հասկանում եք, որ ժամանակից շուտ ինչ-որ որոշումներ կայացնենք, էլ չեմ ասում։ Նախ որպեսզի պարզ լինի մշտական հանձնաժողովներում մարդ առաջադրել թե չէ, նախ պետք է պարզվի քանի հատ մշտական հանձնաժողովա ձևավորում։ Ազգային ժողովը ինքն առաջին նիստում որոշում թե քանի հանձնաժողով։ Եթե հանձնաժողովների քանակը ընտրված չի։ Իրանք արդեն վարչությունը որոշել են առաջադրումներ են անում, թե ով որ
հանձնաժողովի նախագահի, բայց եթե ասենք թե եկանք ազգային ժողովի քննարկումների ժամանակ որոշվեց, որ պետք է ստեղծվի ընդհանրապես 4 մշտական հանձնաժողով։ Դե իրանք ասում Բայց տրթատը, այն արդեն առաջադրվել է։ Պարոն Ղազարյան, տրդատը մի կողմ, բայց տեսեք, դուք ասում եք պարտվել են, ամեն դեպքում այն լեգիտիմությունը, որը չեն ստացել ընտրություններով, այդ բացարձակ լեգիտիմությունը, հիմա փորձում են վերստանալ իրավական, այսպես կոչված պրոցեսներով, իզոլացնում են ընդդիմադիր առաջնորդների, տեսանք Ծառուկյանի դրվագը, տեսանք հիմա Նարեկ Կարապետյանի, դրանից առաջ Սամվել Կարապետյանի, այս Իշխան Սաղաթելյանի եւ հիմա պարզ է, որ շարունակական է լինելու։ Ի վերջո ընդդիմությունը ունի դիմակայելու այլընտրանք։ Այո, իրանք այդ այս պլաններն, որ ասում են, երբ են Ախ, ես չգիտեմ, այդ ինչ պլաններով է դրանք համարակալ է։ Հա, չէ, ես կարծում եմ, որ այդ գործողությունները պետք չի համարակալել։ Նրանք իրավիճակից կայացող որ դե ասում եմ, տենց համարներով, անուններով ես Բայց ունեք պլաններ։ Մենք ունենք իրավիճակ, ցանկացած իրավիճակ, գաղտնի պլաններ ունենք, այդ մասին ասում եմ։ Հիմա այդ մենք ունենք հստակ ամեն մի իրավիճակին համապատասխան խելամիտ ռացիոնալ որոշումներ։ Հիմա ասենք թե կարելի է չէ մտածել, որ ողջամտությունը մեզ այսօր այստեղ չի բերի։ Հիմա մեզ բերել են ապօրինի գործընթացով, ուզում են ուժեղ Հայաստանի առանցքային գործի, առաջի համարի տեխնացուին տանեն անազատության։ Հիմա այս իրավիճակին բնորոշ մենք պիտի համապատասխան հիմա այս իրավիճակում մենք նստենք քննարկենք, չգիտեմ, մշտական հանձնաժողովն ինչ է, ինչ։ Ամսի 2-ին գնալ եք ազգային ժողով, պարոն Ղազարյան։ Ազգային ժողովի նիստի օրը նիստերի մասնակցելը պատգամավորների պարտականությունն է։ Այսինքն նիստեր բոյկոտելու բան չունեք, եթե ասում եք Նման հարցը չի, այն ինչ որ վերաբերվում է ազգային ժողովի պատգամավորների պարտականություններին, այնտեղ կա պատգամավորներ ունեն իրավունքներ եւ ունեն պարտականություն։ Եթե մարդը պատգամավոր, այսինքն հանրային ծառայող է, պարտականությունների կատարման հարցում պետք է ցուցաբերի բարեխղճություն։ Այն ինչ որ վերաբերվում է իրավունքներին, իրավունքներից կարող է օգտվել հայեցողությամբ։ Իդեպ ԿՊ-ից ասում են, որ պատրաստում են ձեր ֆրակցիային քաղաքականապես ոչնչացնել խորհրդարանում։ Դուք ինչպես եք դիտարկում, դուք նկատում ամբողջ ձեր թիմը, ինչպես են դիտարկում այս հայտարարությունները եւ ինչպես եք պատրաստվում աշխատել այդ հայտարարությունների պայմաններում։ Սամվել Կարապետյանը մի անգամ դատարանի բակում ճեպազրույցներից մեկի ժամանակ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեջբերումներին մի շատ լավ բանաձևում է տվել նման բոլոր իրավիճակների համար։ Շան տեղ մի դրեք։ Շատ լավ է։ Պարոն Ղազարյան, ձեր հիմա շոֆերներու այսօրվա ընդդիմադիր խորհրդարանական ուժը նախորդ գումարման խորհրդարանականից ինչ ռեսուրսներ ունեք վերահսկողներ ռեսուրսներ օրինակ նախորդ խորհրդարանում չէին կարողանում արտադրել ԿՊ-ի կամ այդ ուժման նախաձեռնությունը դուք այս անգամ այդ ուժը կարողանում եք Դեն որոշումները, որոնք կայացում են այնքան թվով պատգամավորներով, որը չի բավարարում մեր երկու դիմադիր խմբակցությունները, բնականաբար մենք նրանց հակազդելու իրավական հնարավորություն ունենք։ Մենք քաղաքազդենք այն որոշումների, որոնց հակազդելու իրավական հնարավորությունները կան։ Եթե իրանք մեծամասնություն են, հիմա ընդհանրենք ձևավորելու կառավարություն։ Կառավարության ձևավորմանը հակազդելու հնարավորություն չկա։ Օրենքները իրանք պատրաստ են ընդունել միայն իրենց մեկ խմբակցությունը։ Տեխնացիներ կարող են առաջադրել, բայց 3/5-ն չի զավթեցին, չէ՞ Ծառուկյանից այդ մանդատը, որպեսզի այդ կարգի որոշումների ընդունման հարցում իրանք միայնակ կարողանան գործել։ Բայց այդ միայնակ գործելու համար գոյություն ունի բացի իրավականից նաև քաղաքական ժամկետներ, թե իրանք ինչքանով կարող են դա անել։ Հիմա 2017 թվականին ձևավորված ազգային ժողովում էլ կոալիցիա էր ձևավորվել Հանրապետական կուսակցության, ԲՀԿ եւ Հայ-Հեղափոխական դաշնակցության միջեւ։ Եվ ընդամենը մի տարի հետո Նիկոլ Փաշինյանին ընտրել են ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն 17 թվի դրությամբ էլ կար այլ մեծամասնություն, այլ կոալիցիա, որը իրավական իմաստով ուներ այլ հնարավորություններ, քաղաքական հնարավորությունների ժամկետը կրճատել։ Պարոն Ղազարյան, իսկ ձեր ֆրակցիայի ղեկավարման մասով ես չեմ հիշում ճիշտ ասած, կար որոշում, որ Նարեկ Կարապետյանը պետք է Դեռ նման որոշում չի կայացվել, ազգային ժողովի կանոնակարգով խմբակցության ղեկավար եւ քարտուղար ընտրությունը կատարում է ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ։ Այսինքն այդ որոշումը կկայացվի օգոստոսի դեռևս քաղաքական որոշում է Իմպիչմենտի ակտիվ կողմնակից եք, հիմա կարծում եք հնարավորություն ունենալու եք նման պրոցեսներ նախաձեռնելու։ Ամստահություն հայտնելու գործընթաց հնարավոր է կառավարության ձևավորումից 1 տարի հետո։ 1 տարի հետո ես կարծում եմ այդ իրավիճակը պետք է օբյեկտիվորեն գնահատել եւ պետք է փորձել դա գործի դնել։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է,
որ մենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր գործընթացները իրավական գործիքակազմը կիրառել են։ Պարոն Ղազարյան, եւ այստեղի ունեցող քրեական գործերը արդյոք նպատակում են գլխատել ուժով Հայաստան դաշինքին, որպեսզի մեկուսացվեն քաղաքական առանցքային դեմքերը եւ այստեղ թուլացված արդեն մտնացել ժողովուրդ։ Կարծում եմ, որ ձեր հարցը արդեն պատասխանել է, որովհետեւ այդ հետապնդումներ իրականացումը նախ ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանիրավի դեռ շատ վաղուց արդեն 1 տարի է, եւ այդ ամենը իրականացումը մեր պատգամավորի տեխնացուների նկատմամբ, շտաբերի պետերի նկատմամբ, վստահված անձանց նկատմամբ, համակիրների նկատմամբ, լայք այդ ամբողջ նախընտրական շրջանում օրեղել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն կամ քննչական կոմիտեն մի քրեական վարույթի, մի ձայնագրության, մի բանի մասին չխոսա, որի թիրախում չլինի ուժեղ Հայաստան։ Այսինքն սա հետևողական համակարգային քաղաքական հետապնդում է իրավապահ մարմինների գործիքակազմը կիրառելու միջոցով։ Բայց արդյունքում իրանք ինչ են ասել, ուժեղ Հայաստանը հիմա խորհրդանում է, ընդ որում ընդդիմությունը խորհրդանում ավելի մեծ կազմ ունի, քան նախորդում է, որ համեմատության մեջ եկել է։ Հիմա պատգամը, չէ, որոշումների ազդեցության վրա էլի սահմանափակումները նույնն են, բայց պատգամավորների թվականակը ավելի մեծ է, եւ ես կարծում եմ, որ մեր ունեցած ռեսուրսը մեզ հնարավորություն տալի արդյունավետ քաղաքական պայքար մղելու եւ մեր երկրի ներքաղաքական իրավիճակում էական փոփոխություններ մտցնելու։ Իրանք դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ իրանք այս գործողությունները դրա վկայությունն է։ Եթե իրանք վստահ լինեն, որ իրանք մոտ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ընթանում են առաջ, նման բաների կարիք չէ, ասենք հիմա գար օգոստոս 2-ը Նարեկ Կարապետյանը գար, ասես տենես գալու ազգային ժողով։ Հիմա ասենք անգամ եթե հիմա խափամա միջոց, ամսի 2-ին իրան ինչ է։ Հիմա ասենք դες մի քանի օրվա այդ իրանք աճույք է, էլի պրոբլեմներ սարքելու Նարեկ Կարապետյանի կալանով այդ փոքր օգնության պարտված մարդու, խեղճացած մարդու վիճակի դասերով։ Պարոն Ղազարյան, դուք խոսեցիք քաղաքական պայքարի մասին, նախորդ ազգային ժողովը հուշում է, որ կա նաև ֆիզիկական պայքարի տարբերակ, պատրաստ եք դրան։ Ես ճիշտ ասած պատրաստ չեմ դրան, ես իմ սիրած միակ մի քանի մարզաձևերի նկատմամբ հետաքրքրությունն է, մեկը լեռնային դահոկներն է, որտեղ ազգային ժողովի դահլիճում դրա ֆիզիկական հնարավորությունը չկա, մեկը վոլեյբոլն է, որ հնարավորություն դեսետկա կապել վոլեյբոլ խաղալ, ուրիշ մարզաձևերի հետ ես երբևէ առնչություն չեմ ունեցել, լողը հա դե չկա, լողավազանը չկա, ուրիշ մարզաձևերի հետ ես առնչություններ չեմ ունեցել եւ հուսով եմ, որ